վերաբերում է իրենց ձերբակալությանը, պարոն Դանիելյան, ես կուզենայի նաև ձեր կարծիքը լսել։ Տեսեք, հիմա դուք գալիս եք Էջմիածնից, ճիշտ է։ Այսօր ինչ է տեղի ունեցել Էջմիածնում, մարդիկ, այսպես է, հիմա Հայաստանում մասնակցես ընտրություններին, եթե հաղթում ես, դու մեղավոր ես, քեզ կալանավորում են, ինչպես Գյումրու քաղաքապետին եւ Մասիսի քաղաքապետին, հիմա մենք նաև խոսենք, որ քաղաքապետի եղբորներ են ձերբակալել, իմիջայլոց հարցնում էի ընտանիքով են, էլի հիմա ընտանիքով են ձերբակալում։ Այս քմահաճիկով էլի պետք է, հիմա կարող եք հարցնել ինչի համար հարցնում էին ինձ ու պարոն Դանիելյանն հետաքրքիր չէր, որովհետև մարդը կա, վերջ գործը կգտնեն։ Հիմա մարդիկ հաղթում են, պրոբլեմ է, այդ մարդկանց ձերբակալում է։ Մարդիկ, ասենք, վաղար շաբաթում թվում էր, թե իրանցից գո հաղթել են, բան, չէ, վախեցած են։ Հիմա հարձակվել են վաղար շաբաթի ընտրողների, մասնակիցների, իրենց վրա են էլի հարձակվել։ Այսինքն, այսպես բոլոր ուղղություններով են էլի աշխատում։ Ինչի մասին եմ ուզում ասել, որ տեսեք, դուք ասում եք խոսքի ազատություն է, չէ՞։ Ինչ ասես դուրս է տալիս այսօրվա բան ղեկավարը, երկրի գլխին նստած, այդ բոլորով հանդերձ ես ճիշտ ասած ժամանակ առ ժամանակ դա հնչեցնում եմ, էլի, թե ինչեր են ասում։ Եվ ինչեր են ասել, ընդ որում հենց անձնավորված, ինչ են ասել Նարեկի հասցեին եւ Վազգենի հասցեին եւ այս վարողների հասցեին ինչ են ասել։ Եթե ասեմ համարժեք պատասխան է տրվել, բացարձակ։ Ոչ համաչափ պատասխան է տրվել, բա ինչ եք ուզում, այսինքն դուք պիտի վիրավորեք, բայց քանի որ հանգամանքի բախտի բերումով թշնամին ճիշտ է գտել, որ դուք պիտի լինեք, որտեվ ձեր ձեռքով ամեն ինչ պիտի արվի, եթե հանկարծ մի հատ ինչ-որ բանը պատասխան է տրվում, ինչպես ճիշտ նկատում եք, ոչ համ, ուրեմն ինչ պիտի անեն, ձեզ կձերբակալենք։ Ընտրություններին մասնակցում են, ձեզ հաղթում են, պարտում են, ինչ պիտի անենք, պիտի ձերբակալենք։ Բա մեծ խոսում եք, մենք ունենք հետևորդներ, մենք ունենք 600,000, չգիտեմ ինչ որ ձայն։ Ես իմ քանի լրատվամիջոցներ ունեք, մի քանի ընդդիմադիր լրատվամիջոցներ, ինչ եք վախենում այդպես Նարեկից։ Ինչ եք այդպես վախենում Վազգենից, չէ՞։ Դե եթե տենց դուք ձեր արևին բան ճիշտ եք, ճշմարտացի եք, չգիտեմ, եթե ժող բաստիոնա իրանք այո, եթե այդպես է, այսինքն ոչ միտեղ ազնիվ իրական պայքար, պայքար գոյություն չունի, ամեն տեղ կեղտոտ, զզվելի գործիքակազմ է կիրառվում եւ դա հատկապես շատ խստագույնս կիրառվեց, մենք հիմա կանցնենք մյուս քաղաքապետարյաններին, բայց հատկապես մեր գործընկերներ Նարեկի եւ Վազգենի նկատմամբ եւ այդ տեսարանները, որ մենք ինչ կարող ենք անել, ինչպես կարող ենք ձերբակալել, չգիտեմ, տեսեք մեկը ինչ որ ազգային ժողովում մեծ փրկում է, հետո դրանից հետո, հա, ասենք թե այսօր պատահմամբ այնտեղ նստած ես, կարող ես դա անել եւ կարող եք ասենք հրամանտակ գնացեք Նարեկին, բայց դա չի նշանակում էլի որ դուք հաջողել եք այս պահին գուցե բան այսպես շատ կարճատև ինչ որ մի հատ ձեր արևին հաջողություն եք արձանագրել, բայց դուք հաստատ գիտեք որ դուք նախկինում պարտված եք իրենք Նարեկին եւ Վազգենին, ապագայում որ հաստատ դուք պարտված եք իրենք Նարեկին եւ Վազգենին։ Եթե ինչ որ բան ունեք Էջմիածնից ասելու կամ այս թեման, ես մի փոքր դրվագ եմ ուզում նկարագրել ու անցնենք որպեսզի պատկերացնեն Հայաստանի Հանրապետության դատական համակարգը ինչպիսին է, ես քանի որ չեմ հարցրել թույլտվությունը, չեմ ուզում անունը տալ, քրեակատարողական հիմնարկներից մեկում, երբ որ դատավարությունը դեռ չէր ավարտվել, դատական պրոցեսի մեջ էր, դատական ընթացքի մեջ էր եւ վճիռը չէր հրապարակվել, այդտեղ տեղ են պատրաստում, որ ուրեմն մարդուն պիտի բերեն։ Դուք պատկերացրեք այս դատական համակարգի որակը բովանդակությունը եւ անկախությունը, այսինքն անկախության մասին խոսք լինել չի կարող ոչ դատական համակարգի անկախության մասին խոսքնել, ոչ իրավապահ համակարգի մասին խոսք, ոչ քննչական կոմիտեի, ոչ մեկի, ոչ մյուսի։ Գործերը որ կարում են։ Մենք ստիպված ենք ուրեմն ամեն օր արձանագրել, որ Եվս մեկ կամ մի քանի մարդ, մի քանի քաղաքական գործիչ, քաղաքական գործերով ձերբակալվում է կամ կալանավորվում է։ Հիմա Էջմիածնի մի քանի դրվագ ասեմ, էլի։ Ինչի են մեղադրում մարդկանց։ Մարդկանց մեղադրում են, որ քարոզել են, որ իրենց ընտրեն։ Այսինքն սրանց տրամաբանությամբ իրանք պետք է մենակ լինեն, մենակ այդ դիպուլցենի վրա գրածնի, նվաստացնեն, իրանք ինչ ուզում վարչական ռեսուրսներ օգտագործեն, գնան տնկվեն այնտեղ այդ բաներով, ընտրատեղամասերի մոտ, իդեպ Էջմիածնի ընտրությունների ժամանակ էլ
նախարարով, փոխնախարարով ինձ այդ ընտրատեղամասերի մոտ էին ամբողջ իրենց ԿՊ անձնակազմը Էջմիածնի քաղաքի ընտրություններով ներգրավված էր։ Հիմա ասում են, բան է կարել, ասել եք, որ կոչ է կարել, որ ընտրեն։ Բա ում պետք է ասեն։ Պետք է ասեն կոչ են կանում ընտրեք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, կոչ անեն ընտրեն իրանց, այսինքն աբսուրդ լինել չափու սահմանուն, էլի, կամ ու տղաների պահով, էլի։ Այսինքն որևէ մի երկրում, եթե ժողովրդավարության հետ գոնե փոքրիչ դույզն ինչ անգամ աղերս ունի, այդտեղ այդ մարդիկ պիտի նստած չլինեին։ Այս մարդկանց վրա անգամ քրեական գործ չպետք է հարուցվեր։ Իսկ քրեական գործը հարուցելուց հետո, մարդկանց քրեակատարողական հիմնարկ տանելուց հետո էլ, այդ մարդիկ, եթե ես չեմ ուզում շատ, այսպես ասած, հաստատ գույները չեմ խտացնում, էլի, բայց այդ պայմաններում անգամ առողջ մարդը հիվանդությունների փունջ է ձեռք բերում։ Հիվանդությունների մի փունջ։ Եվ ստիպված տարբեր արձագանքներից բանից հետո նոր հնարավորություն ա տրվում մարդուն մեկին մի քիչ ավել, մեկին մի քիչ պակաս գոնե իր առողջական խնդիրները հոգալու։ Եվ մարդը ստիպված դիմաց այլ մեթոդների քանի հոգու այդպիսի բաների հիմա Գյումրու քաղաքապետը ինչ վիճակում է Տիկին Պոստանջյանը անընդհատ բարձրաձայնում է, հա, Վարդան Ղուկասյանը, Միքայել Սրբազանը, Ծայրահեղ վիճակում Բագրատ Սրբազանը, Նարեկի վիճակը, լավ որ այդպիսի մեծ աղմուկ բարձրացավ եւ վերջապես տեղափոխեցին, ես չգիտեմ, խոշտանգում ինչպես է լինում Մարդը հացադուլի մեջ, այդ օրը տանում են չգիտեմ ինչ խուց, չէ, պաջիջ ինչ որ խուց են տանում, ասենք են սադիստական բան, սադիստական բան sense մղումներով, էլի, մարդը որ չգիտեմ կրկնակի երակի ինչ լրացիչ ուշադրություն պիտի լինի, մարդը հացադուլի մեջ է, չէ, Նարեկը քանի օր էր 15 օր շարունակ մնաց հացադուլի մեջ, չէ, այս մարդը ինչ որ բան ունի, մաղձ ունի, համատարած չգիտեմ ինչ ունի, ոնց, դու պայքարում ես, ոնց դու հայրենիք ես ուզում, պայքարում ես որ հայրենիքը մնա, չէ, ուրեմն հիմա հետաքրքիր է, հիմա մենք Միքայել Սրբազանի մասին էլ խոսենք, հարցնում են թե Վազգենից ինչ լուր կա եւ շատ են ուզում որ փաստաբանը խոսի, ճիշտ ասած քիչ առաջ փոխանցեցին որ հեռախոսազանգեղը խոսել են, ասում են լավ է